Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, արդեն մարտի կեսն անցա, բայց քանի որ գարնան բացում մենք չենք արել, եղանակի անբարենպաստ լինելու պատճառով, այսօր համարում ենք բացված։ Միշտ մարտի 1-ին որոշ չափով բարեխառն եղանակ է լինում ու գնում ենք հանդում, միտեղ նստում, հաց ենք սարքում ու գարնան բացում ենք անում, թե թաղով, թե ընկերներով, թե բարեկամներով, թե ընտանիքով, այս անգամ շատ վատն է եղել եղանակը ու մինչև հիմա էլ դաշտերում երևում է էլի ձյունածած կա, բայց այգիների գործն էլ արդեն վախտը անցնում է, որովհետև կանաչն էլ է դուրս գալի, արդեն այն փոքր ծառեր կան, տակից ճյուղեր են տվել, մի խոսքով լիքը գործ կա անելու, ինչքան էլ այգին ցեխ է, որոշեցինք, որ այսօր քանի դեռ ես էլ եմ տանը, Թաթուլն էլ է տանը, մի քիչ գոնե բարեկարգենք, որ հետո շատ դժվար չլինի։ Ու Թաթուլն ընդի են աղժոցման մեկ չէ, փոց խասարքում։ Ու այս տարի սիրուն կաշխատեմ ներկայացնել ձեզ ցանքսերս, են այգում ինչ որ կանենք, բայց այգում կողքերն էլ լիքը գործեր կա անելու, վերանորոգելու, որովհետև գյուղում բոլորն անասուններ են պահում ու անասունների համար փակ դռներ չկա, այնա խոզերը սետկի չափարի տակն են քանդում մտնում, կովերն էլ դոշը դեմ են անում ու բրթելով էլ ինչ սետ կա, ինչ բան, միայն փշալարն է օգնում։ Մի խոսքով կարծում եմ այսօր լավ հոլովակ կներկայացնեմ ձեզ, ովքեր տանից տեղից գյուղից հեռու են կվերհիշեն իրենց մանկությունը, անցյալը, ովքեր էլ ընդհանրապես տեղյակ չեն այս գործերից, կտեսնեն ու կծանոթանան մեր առօրյայից մի մասին։ Դե ինչ, հոլովակը համարում ենք սկսված, գնացինք։ Այդ ինչ ես անում բա։ Այդքան մեծ։ Հա։ Ատամնին է սվարկով կպցնիլ դես։ Հա, մի ժամվա գործ ունես այսինքն։ Այս հին զատին բան կանիր էլի, կոտ կանիր, հա, կուճուրա։ Չափը մնլվետն ես, անա։ Դե բողոդի ինչ անա։ Բա կոթի տեղը վենց դեսանի։ Կոթի չափով մի կլոր դես կպցնիլ, պետի կոթ անաս։ Հա? Կա? Հա դե լավ։ Հա հիվարա փոցխես շինում, հնգեր, բա այդ ըրկաթը ծանդեր չդիլիլ։ Սարկաթա ես կան բեն անեմ, բրեցա։ Հե անել է։ Հանում եմ երդիտ։ Հա, էլ այդ ծանդեր, լավ փոցխիլդի, բայց դե կրներ այդ պուկիլդի էլի։ Ծանդեր կլի ծրից երկված կանենք։ Ճիշտ է։ Լակացի միզատ ասեմ նոր, ծակիլ դես ծակը մսվար կանաս, հան հպահիլ չի։ Չկտներից է դեմանով յանեմ։ Գիդին դուշեմ, հա էլի յուսիմ, բա այդքան նստես ծակ ես։ Չկտներից է կարամ դեմանով յանեմ։ Հա, պահիլի էլի մեջ կվեր հետելի։ Ինք չերու գնամ, որ ես զենը չխանգարի։ Ժողորդ, այն ամուսնուս պատվալն է, արհեստանոց կարելի ասել, ես էլ իմ պատվալն է, մեկը պահածոններին է, մյուսը իրան է, մի հատ էլ այնպես չուլանանման տեղ ունենք, որտեղ մեր բաղնիքը վառարանով է, ու այնտեղ վառարան ենք վառում, հենա, տրուբենա այնպես բարձրանումա, գրիշով հանած, տանիքով հանած ծուխվոր գնա, բայց բաղնիքը երկրորդ հարկում է, էլի, բակը ներքև է, բաղնիքը երկրորդ հարկում։ Դե ինչ, որպեսի անընդհատ այդ շինարարական աշխատաշ Թաթուլի գործանելը չնկարեմ, մի պահ անջատեմ, գնամ ես ինչ, ձեռնոց մեռնոց բերեմ, որ անցնենք գործի։ Սիրելի հետևորդներ, վերջապես սկսեցինք աշխատել։
Ջան, պրիվետ կյանք։ Տեսեք այգու տակի մասերում դեռ ձյուն կա, բայց ջնի հետ մեկտեղ, տեսեք ինչքան է կանաչել այգին։ Դե արի ու այս կանաչը վարի ու ցանի։ Սրանից շուտ չէր լինի, քանի չէր կանաչել, որովհետև ձյուն էր, բայց պատկերացրեք ձնի հետ այսքան կանաչել է։ Տենանք ձեռի հետ եթե բանջարել հանդիպի, միշտ էս վաղտ բանջար եղել է, ճիշտն ասած, հլա տեսեք երբ եմ հոլովակ նկարել բանջար քաղելու ու երբ ենք բանջար կերել, բայց այն մեր այգունը չէր, մի տակ տեղ էինք գնացել, այնտեղ ենք հավաքել։ Միշտ այս վաղտերին այգում լինում է, բայց քանի որ շատ ցուրտ ու ձյուն է եղել, դեռ շատ փոքր ապիտի ժամերով հավաքեմ ու մաքրեմ, որ մի եփելու հավաքվի։ Բայց մաքրման աշխատանքները, հա ջան, հա։ Հա։ Հրաշ դե ասում չի 3 հատ։ Հա, էտել։ Հող մեկ էլ էմի սպիտակը պի։ Ես թողեմ։ Հա, մի հատ էլ չկա։ Թաթուլեն ռոզվին։ Ինչն է։ Ցույց տուլը։ Հա։ Պապա, բայց դա ասես Դու դրժբով աշխատողն ես ամեռնեմ ջանիդ։ Ադել ավելի։ Հա։ Շախն։ Դե, սկսենք աշխատել։ Ժողովուրդ, սրանք էլ եղանակից, տեսեք, քամինա, թե ինչն է կոտրել, բայց վաղուց դրած ու արդեն բռնած է եղել, հլա տեսեք վրդյան է կոտրել։ Այս ուր է սհը։ Թաթուլ, ես խի է կոտրած սհը։ Ես ինքն էլ դրուժբով կտրած։ Հա։ Դե հաստատ ես կտրել չեմ, ես գիտեմ ու վրետ իրեկն էլ քազա դրած ջանա։ Հա, ապսուս չի, ես ուր է կոտրել։ Շատ էլ չի մեծ եղել, որ ասեմ մեծից քամին կոտրել, սրան չէր կարող էլի քամին կոտրել, բայց դե փաստորեն մեկը արդեն զիբիլ է։ Այս շարքով դրել էինք, այգին սաղ մեջն է միջև այնտեղ, բայց ոչ մի անգամ այստեղ չի վարվել, չի ցանվել։ Մենք էլ որ աշխատել ենք այդպես ամբողջը չենք արել, այս մասերն ենք արել, հիշում եմ, որ նոր էինք եկել այստեղ, այս այգին տատիկն ու պապիկը դեռ պապիկս կար ու դեռ առողջություն ունեին, կարողանում էին, եկել էին ինձ օգնում էին։ Վարել ու ցանել ենք միասին։ Մամա, ես եմ քեզերնով։ Ես եմ քեզերնով։
Նորենք 6 սա։ Այ կտորողս եկավ։ Մի քիչ օգնեցինք, 2 րոպե շունչ քաշենք ու շարունակենք, բայց պատկերացնում եմ, որ այն գրակը վառվի հրաչ, ստի էլ չտենք կարալ նստենք ենքան շատ ա։ Դրամա։ Տեհեպյաներ, բարակ շիվերա, ճուղերա, թեչեկը կտրատենք ու վառարանի տան վառելափայտ որպես կօգտագործենք, բայց սա մինչև փեչի դուռը բացես ու այս խլամը լցնես մեջը ծուխը կչոքի տանը, դրա համար մի անգամից այստեղ վառում ենք ու այդ քոքերն էլ, որը որ արմատի մասից կտրվում ա, որ ինքը չաճի ու չխանգարի այգուն մեր վառուցանքին տեղել վառելանյութ են լցնում ու վառում արմատներից հետ չորանում է, բայց կան արսыз ենք ասում, իհարկե դա հայերեն բառ չի, բայց երես առած արմատներ, որոնք ինչ ուզում անես նորից պիտի դուրս գա, ուղղակի ամեն տարի պիտի խնամք տանես այգուտ մեջ ընդամենը ու վերջ։ Այդքանը հրաչ սուրա։ Այս սուրա չկա, հենա։ Ջան, մեր օգնականն անարեքսել այսօր պարապմունքի է, դրա համար մեր հետ չի, էդ էլ որպես լրացում։ Աշխատիկ։ Տնասվերն ալ աշխատում։ Օգնեմ։ Ոյ։ Դա թե պատերել իմ բալիվոտները։ Հակնես։ Գործանող իվոտներ, ակորանամ ես։ Վերնեմ ջանի։ Իմ բիձիվետները թե պատերել։ Բայց քիչին տասես։ Ինչ ասեմ։ Հաստա։ Դես։ Էսնա։ Մեջ ցե դուղակիս է այնքան դժվար է մաքրվում արև։ Հա։ Դրանով չի հագես, սա ձմեռն են հագնում, դե արդեն տակ։ Դες միններ։ Թափ դու նոր։ Եկեք։ Չգիտես։ Սիրելի հետևորդներ, սուրճի ինդմիջում էլ արեցինք, Թաթուլը գնաց միտեղ ինչ որ վառելանյութ, չգիտեմ ինչ բերի, որ այսքանը կարա վառի։ Ու դեռ, ինչպես տեսնում եք, այս հետևի մասն էլ է ամբողջը մաքրելու, պլյուս դրան այս մեծ ճախերը, շիվերը, փայտերը հավաքելուց հետո նաև պիտի փոցխենք գետինը ու այնտեղ տան դիմացնել ունենք մի փոքրիկ հատված, որտեղ կանաչիմանաչու տեղերն է։ Այնա խոտ էր անում իմ բալենդրուժբեն։ Պահ միկրոֆոնս էլ կստի է, մոռացել իվեր հեռույա։ Հա, հիմնականում այս տարածքում ցանել ենք ոչ ես։ Ոյ քուկած։ Զգուշ չանես։ Վղծա կյանք, վեր խոդանես ցավդ տանեմ կկտրի մի տեղդ, մեռնեմ ջանիդ։ Հրաչ, երեխայի չի դրուժբա։ Փորձի, բայց չվերցնես։ Ձևն էլ գիտում ավ ընցանի վր։ Այ
քեզ դիտեղա։ Մեռնեմ քեզ, սիրտ։ Հա, հիմնականում այս տարածքում ոչ այս ծառերը, որ կտրում ենք այդտեղ, այլ մի քիչ այս կողմի վրա վարել ցանել ենք միշտ այս մասում կարտոֆիլ ու լոբի, սար ու լոբի, իսկ այնտան դիմացի փոքր այգում, որը որ ամբողջությամբ ամրացնում ենք, որ ընդհանրապես հավ-մավ չմտնի, այնտեղ էլ ցանել ենք մեր կանաչի վարունգ այդպես առաջի անհրաժեշտ օգտագործման բանջարեղենները, կանաչեղենը։ Ու իհարկե մեր այգիներն էլ հիմնականում գյուղի բոլոր վարուցանքը պարարտացնում են բնական պարարտանյութով, ինչն էլ դա գոմաղպնա, կակազեցի գոմաղպնե, որին մենք ասում ենք փեին ու թրջնախպը, երկուսն էլ լավ պարարտացնում է բերքը, հաստատ այն սլիտրայից, բանից, թունաքիմիկատներից լավ է։ Իհարկե, եթե կարտոֆիլի վրա ինչ որ մենք ասում ենք դե բողոջ, այն կոլորադյան բզես, դա հին ասամ, նրանից եթե լինում է ինչքան ուզում է, ինչ ուզում անես, հավաքես, այս անես, այն անես, ոչ մի բան չի օգնում, պիտի պարտադիր սրսկվի նրանց դեմ ու բան։ Մեկ էլ փթախտ են ընկնում, որ տերևները չորանում փթում է, դրան էլ պիտի սրսկվի, բայց ամեն տարի չի լինում, էլի կախված եղանակից։ Մի խոսքով տեսնենք այս տարի ոնց կլինի ու կկարողանանք արդյոք որոշ մաս հողից մշակել, մեր բերք ունենալ, թե չէ։ Նստեցի, մրսեցի, վեր կենամ մի քիչ էլ այս ճախերից հավաքեմ, մինչև Թաթուլը կմիանա մեզ։ Չվարեց։ Սա գծով կա ծիրուտյան կգրցնիր։ Քինած ոչ։ Ոյ քու, հանդուր։ Չվարում։ Կվարի արդեն։ Всё։ Զգուշը, բոլա, բոլ։ Նման արդեն։
Արդեն նման ակրակի։ Է հաստերից վեր կար չի գոնե։ Ոյ։ Սաղտար այդ հաստերն ուզում չեմ եկիցենք։ Ո՞ն է դիք վայտալ։ Հա, դրա համար եմ ասում, ապսուզելա։ Սանդերնոլ անդերը կեջա։ Աբաս։ Հա, դիել վառանք տը։ Թատ ջան, բայց ես կպավ վեչ տը հել։ Ես տը հմիլավ էլ կպավ վեչ։ Դե հա, թեկուս։ Վրդի տրիգազը։ Հեսա։ Հա չէ ծարես մի քիչեռու գոն, էլ գիտամ թե զոլ արմատինս։ Վարեմ ստի։ Ես պտտում չի։ Դուրից կիցած այդ ինչա։ Այդ։ Պահվերնեից ստի պատկերասնում ես, ես ինչ հոտ դիք է։ Բարդեղը։ Այն ֆոտոշուտ են։ Սա բարբիքին է, օթամա։ Լեփեինի կողքին դիզերից անեն։ Սիրելի հետևորդներ, մեր այգու գործը շարունակվում է։ Օրը սկզբից, որ սկսեինք, օրվա սկզբին, որ սկսեինք, երևի թե կավարտեինք, բայց քանի որ օրվա երկրորդ կեսներ դեռ մի քիչ էլ երեկոյին մոտ չհասցրինք ամբողջությամբ ու գումարած դրան տերևները այնքան շատ է այդ ճանապարհ այգու այդ եզրով մեկ պոպոքի ընկույզի ծառեր կան ու տերևն այնքան շատ է հավաքվել, չէ, հավաքցի, որ խոնավա հիմա դե չի չորացել, հիմա փոცხել ենք մի անգամ կրծրել, վառել, բայց ամբողջությամբ չի վառվի, որովհետև թաց է, չոր մասը վառվում է ու այն ծուղդի անել մի շեպետ։ Թաթուլը դեռ շարունակում է, փոცხն էլ մոտիկից ցույց չեմ տվել, մի հեյվարա փոცხն ածանդր, որ հողն էլ հետը կփոცხի։ Սիրելի հետևորդներ, ու այսպես գործ անելով մտքիս եկավ այսպիսի մի միտք առաջացավ, որ ամբողջությամբ այգու աշխատանքը կներկայացնեմ ձեզ։ Հիմա այնտեղ, որ ասեցի տան դիմացը փոքրիկ այգի ունենք, որ հողակտոր ունենք փոքրիկ, որը պիտի կանաչի մանաչի ցանվի այնտեղ ու նա առանձին չափար ենք անում, սետկա ենք քաշում ու այդ սետկեն այսքանի տարի անընդհատ ձգել կապել ենք, էլ վիճակ չունի։ Այնպես որ նույնիսկ այգու բարեկարգման աշխատանքները միասին կանենք, ձեզ հետ միասին, բայց լավ հոգնել ենք, սա ռեպետիցիա էր էլի, Պրիսիակն ընդունեցինք գարնանային գործերն սկսելու, մի շատ քիչ տեղ մնաց, թաթունել փոცხի ու գնանք տուն, անցնենք մեր
տան մյուս աշխատանքներին։ Ուզում եմ ասեմ, որ մենք հլա դեռ շատ թեթև ենք զբաղվում այգու գործերով, գյուղացիք շատերը մի ամբողջ օր են անցկացնում, մի ամբողջ ամիս ու շաբաթ են անցկացնում այգում, մենք որ աշխատում ենք անընդհատ գնում գալի թեթև զտից, մի անգամ մշակում ենք, մի անգամ չէ, մի անգամ շատ, մի անգամ քիչ, բայց մարդիկ կան լիքը հողը ամբողջությամբ են, որ գծած իրանց այգին, այդ եզրերով սկսած ամբողջությամբ վարում, ցանում ու մշակում են։ Տեսնենք այս տարի լավ ենք սկսել, տնանք լկարանք, մենք էլ այդպիսի այգի ունենանք, թե չէ։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են նմանատիպ հոլովակներ, ինչպիսի հոլովակներ, որ Շամշադինի համը ալիքում են, կարող եք լայքել, գրել մեկնաբանություններ եւ ովքեր նոր են միացել, իհարկե բաժանորդագրվել ալիքիս, հրաչիս ալիքն էլ ենք սկսել վեր աշխատացնել, կրկին աշխատացնել, ովքեր կուզենան նայել նաև նրա ալիքը, ռուսալեզու իհարկե, как живется в Շամշադինե, описание բաժնում կլինի նաև հրաչիս ալիքի հղումը ու ինչպես նաև կարոտի թևին ալիքի։ Եվ հոլովակները կարող եք գտնել описание բաժնում, ավելի ճիշտ ալիքի հղումն այնտեղ է, կարող եք մտնել ու հետևել ամբողջ ալիքի գործունեությանը։ Իսկ ես մնում եմ ձեզ հաջողություն մաղթեմ։ Սիրում եմ բոլորիդ, ուրախ եղեք եւ մնացեք բարով։